Բարև ձեզ, սիրահարդագիստներ, այսօր ինձ համար շատ հբարդոր է։ Ունիմ շատ բարձր մակարդակի մասնակիցներ, երկու հայրենասերներ, բարոն Արաբաբյան, Հայաստանի վերջին 30 տարվա ամենայն բարուն տվյալակետները մեկը եւ ժեներալ Նարեկ Աբրահամյան, որ Լիբանանի ամեն հռչակավոր Special Forces հատուկ շրջանայիններու ժեներալ եղած է։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք բարոն Նարեկ։ Լավ։ Շնորհակալություն, լավ։ Հնարավորինս լավ։ Այո։ Լավ դիլանք ես վստահ եմ, որ լավ դիլանք։ Երեք բարձրացուցիչ բիդի շարունակենք, որովհետև ժեներալ Նարեկ Աբրահամյանը ասա, որ մեզի այլն դրակ ցույց տուր, ասա, որ նախկիները շատ վատ են, համաձայն ենք, երեքս համաձայն ենք, որ նախկիները շատ վատ էին, սակայն չի նշանակի, որ Հայաստանի մեջ չի գայել ուժեր, որոնք նախկիներու հետ կապ չունին, եւ կոնե ինձ համար անստաբես օրվա իշխանությունը ահավոր վատ է։ Ուրեմն ցեզի կներկայացնեմ Վարոն Ալավաբյանը, եթե գալու եք խնդրեմ մեզ 5 րոպեով մի քիչ ներկայացնեք ժեներալ Նարեկ Աբրահամյանին, ասկային ուժը ինչ ունի այլընտրանք, որովհետև դակավին սպիրտի մեջ ատկենալ դերևի ծանոթ չեն։ Խնդրեմ հարամեցեք Վարոն Բաբյան։ Նախ ես ողջունում եմ պարոն Աբրահամյանին, որի հետ պատիվ եմ ունեցել Բեյրութում տարիներ առաջ հանդիպելու, նաև իր գործունեությանը ծանոթ եմ ի նպաստ Արցախի եւ այլն։ Հիմա մի երկու խոսք Բևերի մասին, այո, ցավոք սրտի ազգաժողովրդական Բևերը այդքան հայտնի չէ, որտեղ ինքը նոր կուսակցություն է 21 թվականից, իսկ կուսակցություն գրանցվել ենք, որտեղ Հայաստանի սահմանադրությունը եւ ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ընտրական գործընթացներին մասնակցել միայն որպես կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք։ Ըստ էության մենք մեզ դիտարկել ենք եւ դիտարկում են որպես ազգային ազատագրական շարժում, որովհետեւ մեր խնդիրները մեր ազգի եւ պետության արժեվ ծառացած այդ հարցերի լուծումն է, մասնավորապես, օրինակ, մենք ինչով ենք տարբերում մյուսների, շատ կարևոր հարց է։ Նախ ասեմ, որ 21 թվականից ի վեր մեր կարգախոս եւ մոտեցում են եղել է ոչ նախկին, ոչ ներկա ազգային ապագա, այսինքն դա մենք մերժել ենք։ Մեզ համար բնականաբար ներկան Նիկոլ Փաշինյանն է, նախկինները բոլոր այն քաղաքական ուժերն են, ովքեր մաս են կազմել իշխանություններին։ Հիմա իհարկե քաղաքական դաշտում կան տարբեր կուսակցություններ, որոնք կրկնում են հաճախ նախկինների, ներկաների տեսակետները, նաև ստեղծված են հաճախ հենց այդ ուժերի կողմից, հատկապես այդտեղ լուրջ ջանքեր է գործադրում Նիկոլ Փաշինյանը, ստեղծելով մի շարք կուսակցություններ, այդ թվում իր դեմ առերես գործող կուսակցություններ, որպեսզի քվեներ տանի, ասենք, իրեն ընդդիմադիր կուսակցություններից։ Բայց մենք ըստ էության ազգաժողովրդական Բևերը տարբերվում ենք մյուսներից նրանով, որ էապես տարբեր մոտեցումներ ունենք շատ հարցերում։ Մասնավորապես, դա առաջին հանրապետության իրավահաջորդության հարցն է։ Ինչու՞։ Գուցե շատերին թվա, որ սա պատմական հարց է կամ ինչ-որ զուտ արդարության այդպես չէ։ Մեր հարևան եւ Վրաստանը եւ Ադրբեջանը իրենց ներկա պետականությունը խարսխում են առաջին հանրապետության իրավահաջորդության վրա, դա ամրագրված է իրենց սահմանադրությունում եւ այլ փաստաթղթերում։ Եվ Ադրբեջանը նկարտումներ ունի Հայաստանի հանրապետության նկատմամբ, հենց ելնելով այդ դիրքորոշումից, որին իրենք վերագրում են առաջին հանրապետության հսկայական սովետական Հայաստանի անգամ տարածքներ, այդ թվում Սյունիքը, Վայոց ձոր եւ այլն։ Եվ Հայաստանի Հանրապետության դեմ արդեն իսկ կան ներկայացված դատական հայցեր, մասնավորապես մի հայց Արդարադատության միջազգային դատարանում, երկու հայց իրավարարության մշտական դատարանում, Permanent Court of Arbitration։ Հիմա դրա դեմ առնելու միակ հնարավորությունը, որտեվ այդ է մոտեցումը, ուրեմն մենք եւս պիտի հակադարձենք, ինչի անում մեր իշխանությունը։ Եվ սուտա կեղծ է Նիկոլ Փաշինյանի այն թեզը, որ ինքը եթե իրեն հայտարարում է սովետական Հայաստանի իրավահաջորդ եւ դրա վրա խարսխում է եւ ըստ էության այդ խաղաղության գաղափարն է ծախում ժողովրդի վրա, դա իբր թե իրականանալի է։ Դա իրականանալի չի, քանի դեռ Ադրբեջանը եւս չի ընդունել այդ սկզբունքը, ինքը ուրիշ բան է, լրիվ հակառակ բան է ասում։ Հետևաբար, այո, սիրուն է խաղաղություն անուն այդ բառը լավ ծախվող բառ է քաղաքական դաշտում, բայց ոչինչ չկա։ Սա շատ կարևոր հարց է։ Այսինքն մենք լուծում ենք Հայաստանի անվտանգության հարցը։
Շատերը սա չեն հասկանում եւ երկրի պաշտպանության հարց է, որովհետեւ մենք Արցախում պարտվեցինք նաեւ այն պատճառով, որովհետեւ իրավական կողմը մեր բավականին թույլ էր եւ աշխարհը ընկալում էր Արցախի պատերազմը, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմ, որպես իբր իր տարածքների, իր օրինական տարածքների ազատագրում։ Մյուսը էլի, այսինքն էական, այսինքն մեր դիրքորոշումներից մեկը նա է, որ Արցախի հարցը եւ Հայաստանի ընդհանրապես հարցը պիտի լուծվի միջազգային իրավունքի հիման վրա։ Սա եւս մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք սրա մասին, բոլորը իբր ասում էին նրանք, ովքեր իշխան են, դե հարցը մենք լուծել ենք զենքի ուժով, մյուսներն ասում էին, որ իրավունքը սուտ բան է, բայց մենք տեսանք այդպես չէ, որտեղ ցանկացած հակամարտություն ինչպես է լուծվի, անգամ զենքի ուժով, ի վերջո դա արձանագրում ամրագրվում է միջազգային իրավունքով։ Եվ մենք Արցախի հարցի դիտարկումը հիմա էլ դիտարկում ենք, որ այն պիտի լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, մասնավորապես միջազգային դատարանի միջոցով, այն ինչ որ կոչվում է International Court of Justice, եւ տիտղոսի ումա պատկանում, դա որպես առաջի փուլ, այսինքն իրավունքների արձանագրումը, նորից եմ կրկնում, ինչու, որովհետեւ եթե մենք խոսում ենք սովետական Հայաստանի հայցակարգի վրա, որ միայն Նիկոլ Փաշինյանն է դա առաջ տանում եւ ոչ Ալիևը, ապա այդ պարագային հարցը առաջանում, բա ինչի հիման վրա է, ուրեմն եթե բանը լինում, եթե սովետական Հայաստանի մասին է խոսքը, Ալիևը երբևէ արդյոք ճանաչել է սովետական Հայաստանի սահմանները արդյոք երբևէ կես բառ ասել է, որ ինքը ընդունում է այդ ամբողջը եւ այլն։ Ես ավելի անդրադարձա խաղաղության հարցին, որտեղ սա հիմնական Նիկոլ Փաշինյանի կարգախոսի հարցն է եւ անվտանգության հարցը կարեւորագույն հարց է։ Բնականաբար այնտեղ մենք որ սփյուռքի ավելի լայն ներգրավվածության հարց, այսինքն կա, որ մենք անպայմանորեն պիտի եկեղեցու հարցը շատ կարևոր հարց է, որը ներկա իշխանությունները իբր պայքարելով եկեղեցու որոշ անդամների դեմ իրենք քաղաքական պայքար են մղում եւ այստեղ պայքարը միայն բանը չի, հայ եկեղեցու դեմ չի, սա Հայաստանի պետականության դեմ է, որտեղ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ ներկայումս երբ որ քրիստոնեությունը քաղաքականացվում է արևմուտքում ի հակակշիռ իսլամի քաղաքականացման, սա հնարավոր Հայաստանի ձեռքին գործիք է, նաեւ այդ գործիքը առնելու եւ հստակ է Ալիևը եւ բաները ադրբեջանցիները երկու հիմնական վտանգ նախանշեցին իրենց համար հայկական բանակի Նիկոլի ձեռքով կազմալուծելուց հետո դա բարձ ասեցին Սփյուռքը եւ հայ եկեղեցին եւ անվանեցին ռևանշիստներ հիմա Նիկոլ Փաշինյանը հետեւողական այդ երկուսն էլ ջախջախելով առաջ է գնում առայժմ այսքանը Հոյակապ գեներալ ստեցինք բարոն Բաբյանին տեզը դուք ընդհանրապես այն գարձիկին եք կամ տեսակետին, որ օրվա իշխանությունն է, որ մեզի պիտի ապահով, մեզի պիտանի դեպի խաղաղություն, իխնդրեմ նաև ներկայացնեք ձեր տեսակետը, ձեր պաստորնասի ես ուրախ եմ, որ բանավեճ չէ, ավելի քննարկում է, շատ լավ է, որովհետև ունենք մեկ երկու խելոք խոյե մարդիկ, որ ամեն չէ, որ եվրա կորկորան, ինչ որ դժբախտաբար Հայաստանի մեջ ո մեկ քննարկում բանավեճ գվերածվի դժբախտաբար հայանքի, սակայն մենք ունենք երկու խոհեմ իմաստու մարդիկ իրենց բարձր մակարդակով, որ կարող են իրարու հետ քննարկել առանց իրարու հետ ագրեսիվ դառնալու։ Խնդրեմ ձեր տեսակետը ներկայացնեք, ունենք նաև 5 րոպե խաղաղության բարակային։ Ուրեմն ինչպես որ բարոն Բաբայանը ասավ, այո, ինձ մեծ պատիվ է, որ մենք հանդիպեցանք միասին քանի առաջ Քանի տարիներ առաջ, այսինքն 16-ին վերջ 2016 տարվա պատերազմին վերջ հանդիպեցանք։ Դա շատ կլանադեմ իր կարողությունները դիվանագիտական եւ անձնային։ Ուրեմն անցնենք առաջ։ Ինձ համար երբ որ ես սկսեմ, որ հիմա նախ ունենք, որ փոփոխություն մի եղավ ինին եւ այսինքն 2018-ին առաջ Հայաստան Եվ 2018-ին վերջ Հայաստան։ Նորեն ես կգրտնեմ ինչ որ երեքսի։ Մենք այլանդրանք որ պիտի լա, հիմա ինչ որ բարոն Բաբայանը խոսեցավ։ Բայց այլանդրանքը ինձ եւով պիտի իրակորձվի, ասի է խնդիրը։ Այն ինչ ռազմավարություն պիտի որտեղենք, որպեսզի այդ պատկերը որ ունենք իրականացնենք։ Ոսե որ խնդիրները կսկսին ծառանալ ինչպես որ գսենք։ Եվ ռազմավարության ընդրության մեջ է որ խնդիրները կծառանան։ Ես համաձայն եմ
նախևառաչս եմ հայկական բոլոր իրավունքներուն, բայց ես կուզեմ, որ բոլոր իրավունքները վերականգնվեն, բայց Ճապան ռազմավարությունը ինչպես ադոն պիտի վերականգնվին, ո՞ս է խնդիրը։ Հիմա մենք պետք չունենք բարոն Բաբայանը գսել որ միջազգային տվյալական բանալյանը պիտի այդ որոշումները առնե եւ մենք այդ միջոցներով պիտի գտնանք վիճակներ ստեղծել որ մեր իրավունքները առնեն մեր հայկական իրավունքները ուրեմն ո՞ս ես տեկտամ ունեմ սինքն նախևառաջ ինչ որ ազգային անվտանգության նպատականի մեր ամեն բաները բացահայտ պիտի չլան մենք կգնանք բացահայտ ռազմավարություն քաղաքականություն հարաբերություններ եւ դրանք ազգային անվտանգության կողմէ պահպանված որ մեր ասինքն այսօր դժվար է կարելի բաներ բահել բայց մտածությունները մեր շատ հստակ չլան բոլորին մենք այդ ծավալ պիտի նախևառազորացնենք մենք մեզի եւ վերջի ինչ որ ունենք բանջերիկ այն ժամանակ որ մենք կսկանք որ մենք կրնանք այդ բանջները իրագործել այդ ժամանակ կրնանք անցել գործել հիմա ինչ որ ադրբեջանցին գուզեն ինչ որ թուրքը գուզեն ինչ որ ռուսը գուզեն ինչ որ իրանը գուզեն ասոն բաներ են որ մեր արժեքը ոյ մեկ իշխանության արժեքը գտնվի մեկ ասիկեն ինչպես որ 1920-1918 եղած է հողիտայի գարավարությունը ուրկերում կնած որպեսզի ինքնին բոլշևիկներեն բահբանեն այդ դրությունը հիմա այսօր ուրիշ տեղ մենք այդ դրություններում մեջ եմ որ մենք պիտի աշխատենք բայց ինչու համար ես ասեմ խաղաղությունը մեր ազգը դժորացնեն երեքս մենք եղած ենք 1989 եղած ենք 3.5 միլիոն 2018-ին իջած ենք որ բնականաբար 3.5 միլիոն եթե բնական վիճակներում մեջ եղած լար Հայաստանը 2.5 միլիոնը բիդելար 4.5 միլիոն 2018-ին վերջ քիչ բավարարեցան մենք ասի հիմնական խնդիրը դեմոգրաֆիկ մենք այսօր եթե 10 միլիոնից 20 միլիոնը ժողովուրդ լայն դարձել դլան հարցերը դարձել ծավալ դնային հարցերը մենք Ղարաբաղը նորեն 145,000 է 91-ին վերջավորության 2022-23-ին 125,000 մնաց աստեոր չես գնացում խնդիրներ լուծել երբ որ կբարբվի երկիրը ու խնդիրներ չես գնալուծել so ադոր համարդության որ այլընտրանքը հիմա նիկոլի կալեմբը այլընտրանքի խնդիրները կամ կարելիությունը շատ լավ է ծա եթե այդ հեղափոխությունը չլա որում կունալ մասնակցել Peter որ չլա այլընտրանքի խնդիրները չէին լար որովհետև միս վարչակարգերը բոլորնալ դիկտատոր բաներ էին գրեթե այսինքն բռնական so հիմա ես գարելի է ընդրություն անել այս իշխանության եւ ինչպես որ երեք ասի բերի մեջ կամ ուրիշ ընդդիմություններ որ կան որ ատի հին իշխանության նկարակիները չունի օլիգարխ չկա այսինքն խոսքի ազատություն կա հարաբերաբար հասարակական արտարություն կա հարաբերաբար Վեց բան տապեցիր թողեմ որ մեկ-մեկում բացխանի եթե այսպես հարցնեմ բոլոր ժամանակը բարոն Բաբայանը դված կլաս մեկ-մեկ ուղղ սկսին որտեղ մի քանի գետ քննարկեցիք անում թողենք մի րոպե առաջի բարոն Բաբյան ժեներալ Նալեգը գսել որ խաղաղության բանակային մենք գայունանք կզորանանք սակայն արդյոք Թուրքիան եւ Ադրբեջանը այդքան միամիտ են խորամանկ չէ որ մեծ այդ խաղաղությունը մեծ չի պիտի շնորհեն եթե իսկապես մենք 30 տարվա խաղաղություն ունեինք չէ խաղաղություն մինչև 16 թիվը գոնե 2016-ը խաղաղություն կար 94-ից 16 ուժեղացանք շատացանք չէ իհարկե հիմա Պարոն Աբրահամյանը ասում է որ դեմոգրաֆիկ խնդիրները այո համաձայն եմ ժողովրդագրությունը շատ վատ է եւ ես դրա համար էլ դեռ 2011-ին հատուկ հայեցակար գրեցի հենց հայկական հարցի լուծման
եւ որի պատճառը նախաբանում որ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար պիտի հայկական հարցը լուծվի։ Կարծում եմ պատճառը հետևանքային սխալ է տեղի ունենում։ Թուրքերը մեզ դրել են այս վիճակի մեջ, փոքր շրջափակելի Հայաստան, եւ երբեք այս պարամետրերով Հայաստանը ոչ մի չի կարող ուժեղանալ։ Ինքը անընդհատ փոքրանալու է եւ անդադ արտագաղթ է լինելու եւ Նիկոլ Փաշինյանը դրան է նպաստում։ Հիմա եկեք խոսենք փաստերով։ Եթե 237 դպրոց է փակվում, որից 215-ը գյուղերի միակ դպրոցն է, միակ դպրոցը, որից 100-ից ավելը, 150 թե 60, չգիտեմ, բայց 100-ից ավել հաստատ սահմանամերձ գյուղեր են, արդյոք սա նպաստում է ժողովրդագրության աճին, կամ իհարկե ոչ, ցանկացած գյուղում, որտեղ փակվում է դպրոց, այդ գյուղը դատապարտված է կործանման։ Եթե իսկ նախորդ իշխանությունները իրենց բոլոր թերություններով հանդերձ եւ ներառյալ ՍՍՄ տարիներին, այո, միշտ էլ փոքր գյուղերում դպրոց պահելը ծախսաշատ է եղել, իհարկե, բայց հաճախ դպրոցներ են այսօր փակվում, որ նորոգվել են մի քանի տարի առաջ, ունեն 100 եւ ավել աշակերտ, բայց եւ փակվում են։ Եվ սա է, եւ ամենաշատ դպրոցները գիտեք որտեղ է փակվում, Սյունիքում է փակվում, եւ Թուրքիայի սահմանում Շիրակում, սա էլ պատահական չի։ Դպրոցներ, որոնք կանգուն են գյուղեր, ուրեմն ես լուրջ, ասես ողջամիտ կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր իշխանությունը չի նպաստելու խաղաղության աճին եւ այդ խնդիրների լուծմանը թակարդակը, ինքը հստակ գործում է օտար հրահանգի տակ, որտեղ իր իշխանության օրոք բոլոր ցուցանիշները Հայաստանի ցուցանիշները վատացել են։ Ինչի պիտի հիմա ավելի լավանա, երբ որ ինքը եկավ իշխանության, մենք 5 բանակային կորպուս ունենք, այսօր 3 ունենք, մենք ունենք վերահսկելի 42,000 քառակուսի կիլոմետր, այսօր 29,000 եւ այլն, անգամ սովետական Հայաստանը։ Հիմա անկլավներն, այսինքն պետություն, որը իր երկու հիմնական ճանապարհները, մեկը Տիգրանաշենով դեպի Վայոց ձոր եւ Մեղր Զանգեզուր, տալի է թուրքերին, անկլավը Տիգրանաշեն Քյարքին, մյուսը Վրաստան գնացող, այսինքն երբ որ դու քո ճանապարհների վրա բերում ես, դնում ես ադրբեջանա-թուրքական վերահսկողությունը, արդյոք դա կնպաստի աճին, տնտեսության աճին։ Իհարկե չի նպաստի։ Եվ եթե դու քաղաքականություն ես իրականացնում, դեռևս Եվրոմիություն չմտած, արենտանքներ չստեղծած, Միացյալ Նահանգների հետ որևէ լուրջ ռազմական հարաբերություն չունենաս, դու քո գյուղացուն զրկում ես արտահանման միակ ռեալ շուկայից։ 80%-ը Հայաստանի յուղ մթերքի արտահանվում է Ռուսաստան։ Մենք այն քաղաքական ուժն ենք, որ ցույց ենք արել բազմաթիվ անգամ ռուսական դեսպանատան դեմ, ռազմաբազայի դեմ։ Մենք գտնում ենք, որ Ռուսաստանը գաղութատիրական քաղաքականություն է իրականացնում եւ մեր ճանապարհը արևմուտք է։ Բայց մենք գտնում ենք, որ նախ պիտի ձևավորես ալընտրանքներ նոր մյուս քայլերի։ Հիմա 600,000 մարդ գյուղատնտեսության ոլորտում է։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով այդ մարդկանց կեսը սննկանալու է առնվազն 300,000-ը։ Այդ 300,000-ից առնվազն կեսը լքելու է Հայաստանը։ Այն օրը մեկի հետ էի հանդիպում, լաց էր ելնում լուրջ մարդ տարիքով։ Ասում էր բանկերից վարկ են վերցրել, վարդը յաճացնում Ռուսաստանը է ծախում, հիմա ջարդում թափում եմ։ Իսա է, այսինքն ցանկությունն է Նիկոլ Փաշինյանի ասածները ուրիշ է, իրական կյանքը ուրիշ է։ Եվ երբ որ դուք ասում եք խոսքի ազատություն, ինձ $700,000, 2,000, կնեք 700,000 դրամ, $2,000 տուգանք են գրել, տուգանել են նրա համար, որտեղ ես քննադատական խոսք եմ գրել բանի մեջ, Facebook-ում եւ այլն։ Մենք դատվել ենք, մեր շարքերում բոլորս դատվել ենք ու դատվում ենք խոսքի արտահայտման համար, քննադատության համար։ Խոսքի ազատություն ամենավերջին օրինակը Օսիպյանն է, որ եկավ քննադատել, այն հենց հիմա մեզ հետ զուգահեռ գնում է բանը, վեճը, բանավեճը այդ առաջի թիվ մեկերի Կարեն Դեմիրճյանի մարզամերգայում սրահում։ Նույն Նիկոլ Փաշինյանը կեղծի կատարածում, ավելին, ինքը խախտում է ժողովրդավարության հիմնական սկզբունքը, ինքը հանդես է գալիս եւ որպես մեղադրող եւ որպես դատավոր, արդեն եզրակացություններ է տալի, ով քանի տարի պիտի նստի եւ ինչ պիտի անի, երբ որ դատավճիռ չկա, մեր սահմանությունը հստակ է ասում։
Մարդ անպարտ է, մարդ արդար է, քանի դեռ չկա ուժի մեջ մտած դատավճիռ։ Այդ մարդը Հայաստանում Նիկոլ Փաշինյան ունի ավելի շատ իշխանություն, քան արաբական շեյխերը Սաուդյան Արաբիայում։ Իրապես այդպես, որովհետև Սաուդյան Արաբիայի շեյխը գոնե ընտանիքի անդամների հետ է խորհրդակցում։ Նիկոլ Փաշինյանը մի ընտանիքի անդամ ունի, բան նա Անա Հակոբյանը նրա հետ է խորհրդակցում։ Ուրիշ որևէ մեկը չկա։ Քաղաքական ուժ չկա Հայաստանում։ ԿՊ-ն քաղաքական ուժ չի։ Դա սպասարկող աշխատակազմ է Նիկոլ Փաշինյանի եւ ամբողջ իրավական համակարգը եւ ամբողջ նաեւ լրատվությունը խոսքի Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակն է։ Նախկին իշխանությունները, որից ես ել եմ քննադատել, ինձ պարբերաբար կանչում էին նաև հանրային հեռուստատեսություն խոսելու։ Այսքան տարիների ընթացքում ինչ Նիկոլը եկել է իշխանության, ինձ երկու անգամ են հանրային կանչել, մի անգամ երբ որ ռուսները կպան Նիկոլին եւ նաև ինձ կպան որպես հակառուսական ուժ կանչեցին ռուսները պատասխանելու, մի անգամ էլ Սևրի պայմանագրի քննարկում էր, որ առանց ինձ չէին կարող։ Նախկինները ավելի բաց էին։ Գետնի վրա լրի ուրիշ է վիճակը, այսքանը։ Գեներալ խնդրեմ։ Այո։ Ուրեմն հիմա ինչ որ տվյալներ սա բարոն Բաբայանը ժողովուրդը, այսինքն երբ որ ժողովրդին գնայիս, եթե 600,000 որ պիտի աստրուսական շուկայեն պիտի գտրվին եւ սենտիներու արչեւ պիտի լան, այս ժողովուրդը երանդությունը պիտի լի բավը չեմիսոր։ Այս ժողովուրդը պիտի ասե որ այս ճամփան մենք կնդրենք։ Եթե 600,000 պիտի ասպևին դնդեսաբես այդ ցենտրեն Փոնե 400,000 պիտի ասեն որ ոչ չենք ուզեր ասենտիրս դեզովին։ Ինչպես պիտի ոչ ասեն, երբ որ հաշվողը Նիկոլ Փաշինյանն է, Ստալինը կսեր կարևոր չէ ոնց է քվեարկում, կարևորը ոնց է հաշվում։ Իսկ ներեք, այսօր մեր կենտրոնական ընտրական հանձնարարի նախագահը իր կուսակիցն է, իր ֆրակցիայի անդամը, իր լրագրողն է Վահագն Օսիպյան, որ 20 տարուց ավել աշխատել է Նիկոլ Փաշինյանի ձեռի տակ։ Նախկինները անգամ նման լկտիություն չունեին սեփական կուսակցին բերել նշանակելու կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նախորդ ընտրությունների ժամանակ մեր ձայները կեղծվեցին, մենք բողոքեցինք։ Ինչի ասանք, ոչինչի չասանք։ Հետևաբար Հայաստանում առ այսօր ընտրություններով իշխանություն չի փոխվել եւ ես վախենամ, որ չի փոխվի։ Ձեր ասածը լավ, բազմա wishful thinking կա, դուք այդպես ուզում եք, ես էլ եմ ուզում, բայց այն վիճակի մեջ, որ ժողովուրդը դրած է, ինքը չունի այդ ազատ կամարտահայտության հնարավորությունը։ Գտնում են 100 հոգու այդ հարցազրույց են անում, 3 հոգի Նիկոլին գովում է, այդ 3-ին ցույց են տալի, մնացած 97-ին ցույց չեն տալիս, կամ մարդիկ վախենում են։ Հարցումները ցույց են տալիս, որ ավելի շատ մարդ մերժում է պատասխանի հարցերին, քան պատասխանում է։ Ինչու՞։ Վախենում եմ ճշմարտությունն ասել, որովհետև իրանք եթե Նիկոլին չգովեն, Նիկոլը հաստատ հասկանում եմ ձեզ, բայց գեներալի իմպերիալիստական գեներալը գոմնակցություն ունի սկոր։ Պիտի որ գեներալ գոմնակցություն ունի, որտեղ ես Փևերինգի շատ կսիրեմ, իսկ Նիկոլին երբեք չեմ սիրել Վարշավետ Փաշինյանի։ Պիտի որ Պետրոսը գոմնակցություն ունի, խնդրեմ գեներալը որ կարողանա արտահայտվել։ Նորեն ասեմ Պիտեր ինձ համար կարևորը Ջամփամը լավ որ մեր այսքան ժողովուրդը ինքնին հանգիստ սկա, ինքնին ազատ սկա, դենտապես բավարարված է, երկիրը զորավորը ասե Նիկոլը ռերը ադիկա բոյի մեուրիշ մեկը ինձ համար ադիկա բան ասիկն ընդունելի է։ Կամ Նիկոլը չէ արած ինձ համար ընդունելի չէ։ Մենք հիմա ինչ որ գսենք որ բարոն Բաբյանը ասավ այո ես ագեցեմ ասին վիդեոներ կան որ Pro Նիկոլեն վիդեոներ կան շատ բանն ասին Նիկոլի դեմ շատ վիդեոներ կան եւ շատ լրագրողներ կան ասին երկու կողմի կան չեն կնարսել որ ասին ժողովուրդը իր ցայնը լսել չկան նույնիսկ վիճապանություններ որ գլան հավաքական դեղեր ասին վարչապետին հետ վիճապանություններ ասին ադիկա ապահովական իմաստով սխալ է։ Գնամիս ռեպլիկ մնել, որպես շատ կներեք, որ ես մեջ եմ մտնեմ, սակայն պիտի պրոտոկոլը խախտեմ։ Գիտեք, որ գա դիկտատոր եւ օտոկրատ, օտորիտարիան հավալարներու մեջ մեծ գլուխներուն գարված են, փոքրներուն որ աննշան են, անոնց կթողեն որ խոսին, որ անոնք բամը չեն փոխել։ Սակայն մեծ գլուխներուն գարված են։ Այսինքն գնամիս որ բարոն Բաբյանը ավելի պետք է մտածի, ես տակամին փոքր չուգեմ, այդքան պետք չէ մտածի։ Խնդրեմ հրամեցեք գեներալ։ Բադիկա բորգեցեմ, այսինքն մարդիկ կան, որ ուղղակի երեսի Վարշավետին են եւ մարդ շարժեն։
այսինքն նույնիսկ խոսքի ազատվելեն դուրս է ասի։ Այսինքն ապահովական իմաստով ընդունելի չէ։ Երեք վարչապետ չի, Նիկոլ Փաշինյանը հիմա վարչապետ չի։ Հիմա ինքը վարչապետի տեխնացիա բոլորին հավասար, ու ես որպես հարկատու դեմ եմ, որ իմ փողերը ինքը ծախսի, գնա իմ փողերով պտտի ամբողջ Հայաստանում եւ մի քանի հազար էլ թիկտապա հետը ման տա։ Եթե դու վախենում ես ժողովրդից, ուրեմն դու վախի արժանի ես։ Դու քո դրամով վարձի, երբ որ ես գնում եմ հանդիպելու մարդկանց հետ գյուղերը, ես իմ գրպանից կամ իմ կուսակցության գրպանից եմ վճարում ծախսերը, իսկ ինքը վճարում է իմ հաշվին։ Ես դա չեմ ուզում, որ ինքը անի։ Ինքը հավասար պայմանների մեջ չի, որպես վարչապետի տեխնացու մյուսների հետ հավասար։ Սա է իրականությունը։ Եվ ասեմ ձեզ, Նիկոլ Փաշինյանի ծախսերը 3 անգամ ավելի շատացել են, քան նախորդ այն ժամանակ նախագահներ էին, այսինքն նախագահների ծախսերը յուրաքանչյուր օր 4.5-ից 5,000 դոլար ինքը ծախսեր նստում սովորական իրավիճակում։ Դուք գիտեք, որ մեր ոստիկանության թիվը կրկնապատկվել եւ եռապատկվել է իրարոք ծախսերի առումով, քանակով մոտ 2 անգամ։ Մեզ մոտ նոր ոստիկանական ուժեր են ստեղծվել, ազգային գվարդիա։ Մեր ոստիկանությունն այսօր ավելի շատ է ու ավելի լավ է հագեցված, քան մեր բանակը։ Դուք որպես զինվորական ո՞նց եք այդ ընկալում։ Իմ պատկերացումը հետեւյալն է. եթե իշխանությունը փող ավելի շատ ծախսում է ոստիկանական ուժերին, քան բանակի, ուրեմն ինքը որպես թշնամի ընկալում է ոչ թե սահմանից այն կողմ գտնվող երկրներին, այլ սեփական ժողովրդին է որպես թշնամի ընկալում։ Որովհետեւ հիմնական ծախսը դա է։ Ես ապրում եմ կենտրոնում, իմ տնից կառավարության շենքերի 200 մետր չկա, հաճախ եմ գնում։ Ոստիկանական ուժերը մեծ բասերով հարյուրավոր ոստիկաններ միշտ կանգնած են գիշեր ու ցերեկ այնտեղ։ Սա է ժողովրդավարությունը, սա բանը, եւ այդ ամբողջը վճարվում են արտաժամյա աշխատանքի եւ այլն։ Եվ բոլոր երբ որ դուք ցուցանիշներով նայում եք, ըստ էության այն հոդվածները, որը ժողովրդի համար է, դրանք ավելի կամ կրճատված են, կամ պարտքով են իրականացվում։ Կարծում մաս երկու պետք է ենք, մաս որտեղ մեր ժամանակը 8 րոպե գա, գարեւի կարծես մաս երկու պիտի եթե խնդունիք ես մաս երկու պատրաստ եմ, գեներալ ունենք 7 րոպե, եթե ուզեք մաս երկու ունել, ես պատրաստ եմ։ Մենք ժողովրդավար, ասկային ժողովրդավար ենք, ժողովրդավոր քեզի ավելի ցայն գուտանք, խնամեցեք։ Ուրեմն ասին ես մանրամասն եմ գիտես ինչ որ հերոին գեդին իմ արչևս բակտերը այսպես օրսի քիչ գարաժ տապեր է ես համաձայն եմ եթե այսպես սխալներ կան ակտուալները սրբակնելու համար պետք է ինչ որ քայլեր պետք է առնվին ինտիմուտենը այսինքն նորեն ստեղծին վարչակարգի ինտիմությունը չէ նորը այսպես որ բևերի ուրիշներ այդ պայքարը կողմանի որպես իրենք կրնան Որտարան մտել մեկ։ Երկրորդ, հիմա ես գուզեմ եկեղեցի մասին խոսել։ Եվ գուզեմ իմ փորձառության մասին խոսել ասեն երբ տնագետման ծրագրերի զանգելանի շրջանը ներքին հանդի մոտ ներքին հանդը ասեն շատ ակտիվ շատ վիճակի մեջ է։ Գիտեմ դիցմարի գյուղ կար հոն։ Դիցմարի բանը, որ կզբաղեիք դուք։ Ես Տերությունն է սերտիցմայրի, և ներքին հանքը Հայաստանի վերին գյուղն է, ներքին հանքը շատ դժվար վիճակի մեջ էր, շատ, այսինքն բնավ երբեք գործ չեղավ, որ մենք ինչ որ քիչ առաջ ասենք դեմոգրաֆիկ դորանանք, մենք օրինակի համար Տիցմայրի շրջանը 1200 մանուկ մգրտեցինք, այսինքն նախաձեռնություն ունենք, զավ կետը կար, զավ կետի մեջ եկավ մեսրոպ հանկոց Banuk բգրտվեցավ զավկետը ադոր բաներն ունի մասը վիդեոները նկարներ ամեն բանը այդ ծերի աշխատանքներ բնավ չեղան այդ ժամանակ ասիկա ես խոսին որ 1958-ին մեր առաջին բզդիկը ծնավ 1950-ին մեր գյուղը եթե ամեն մեկ ընտանիք 3 հատ ունենան 2020-ին մենք արդեն մեր թիվերը ուր կլային չեմ գիտում ակբարման չեմ չէ բայց եկեղեցին մեր նախաձեռնությամբ եկավ
Մեսրոպ Սրբազանը եւ Արաբ եւ Ղապանի առաջնորդը Չեմիշյանունը եկան արտադրություն ունեն եկեղեցին Մարտին Պետրոսին եկեղեցին ուր է եկեղեցին ինչու չգծավ ինքնինքը ամբիջակի մեջ տնել որ բոլորին հայրը ալլա ոչ թե այսին գողնագից ալլա քաղաքական մեկ ուժի ուրիշ քաղաքական ուժի մտեմ ասանք պետք է լա եկեղեցին ալլա հոց Վերքովնա նույնն է այսինքն չգնար կաթողիկոս մսել ես ասորը դեմ ասոր տեմեմ ասանք կաթողիկոսը գլա հայր եւ բոլորին եւ ակտիվությունը որ պետք է ալլա հայ զանգվածներու միջև կաթողիկոսները գրնանեն կովկովի կալով միանալով եւ եթե միստին Քրիստոսի վաստաբեդության հիմունքներով որ ժողովուրդը միացնեն ասի մուսալմանի բարակային եւ միստրելիս բարականեն այնպես որ բեդոնալ հիմա ես ինչ որ գտեսնամ օրինակի համար աս վիդեոները որ կան ռազմատնապերությունը Հայաստանի մեջ ինչ եղած է դա կատանը կամ ոչ երբ որ գտեսնած դրոններ հիմա չեմ գիտեր դրոնը որքան բաներ կան այսին որքան չափով գամավդասխանեն արտիական դրոններուն այսին ամենալավ դրոններում բայց ասանք աշխատանքներ է ալին ռազմատնապերություն ունիս եւ դուք գարդանանեկու ռազմատնապերություն ասում շատ կարևոր բաներ են մենք Իսրայելը արաբերություն օրինակ համար հոց որ 20 տարի ինքը պատրաստեցավ պատերազմին իմացիներն պատրաստեցան պատերազմին բայց մեկ կողոչամ այդ փեյջերի կողոչամ 4000 հոգի մեկ վարյանի մեջ ապան վիճակի մեջ կամ մահացան կամ վերավորվեցան մենք այդ ուղեղը ունենք հայ այդ ուղեղը ունի as artificial intelligence արհեստական բանականությունը մեր փրկությունն է ինչ որ գսեք է այսինքն կավույքամբ միան ադիգագրնել մենք կապանալ երբ որ դրանան հարցերը որ բարոն Բաբայանը կրավ այդ հարցերը մենք կրնանք իրականացնել եւ ես կուզեմ որ այդ հարցերը դերբին իրականացվեն Ուրեմն գալաչարկես ուտին կվերգել գեներալ Բալոբաբյան ունի դակավին 4 րոպե եթե ունեք բացխան եթե ուզեք մասել ունել ես պատրաստ եմ ցեզ մեկ ախյալի որովհետեւ բավական է դա քրական է սակայն 4 րոպե ունենք արդյոք Հայաստանը զինվորակպես գալաչանա Նախ ես ասեմ որ նախորդ իշխանության վերաբերյալ այդ մտքերը դիտողություն քննադատությունները լրիվ տեղին են եւ դրա համար էլ մենք նույն նախորդ իշխանության դեմ պայքարել ենք ես որ դեսպան եմ եղել եւ դուրս եմ եկել այդ համակարգից ինչու որովհետեւ ունեի իմ դժգոհությունները անհամաձայնությունները եւ այլն եւ այն որ մենք հույս ունենք որ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը եկավ խոստումներով եւ առաջարկներով հույս ունենք որ պիտի բան փոխվի հիմա հարց Այդ ամբողջը հետևանք էր, այսինքն այդ որ վատ էր, այս չեն անում, այդ քրեա օլիգարխիկ համակարգի, որը լավ օգտագործեց Նիկոլ Փաշինյանը եւ կարողացավ ժողովրդի աջակցությունը ստանալ։ 8 տարի է, 7.5 տարի է իշխանությանը, բա ինչու որևէ մեկը դատապարտված չի եւ բանտում չի։ Եթե հանցագործ են, դի բանտում լինեն, եթե հանցագործ չեն, ինչու է իրանց ասում թալանչիներ։ Սա մեկ Մյուսը, ես իմ ենթադրությունը հետևյալն է, այսօր տեսեք, եթե այդ նախկինները լինեին արժանի եւ արդարադատորեն բանտում, այսօր դաշտում մնալու էր ինքը եւ նոր ուժերը, եւ Նիկոլ Փաշինյանը պարտվելու էր։ Դրա համար ինքը թողեց քաղաքական դաշտում այդ նույն նախկիններին, որոնք հսկայական ֆինանսական ռեսուրսներ ունեն, եւ ժողովուրդը փաստորեն ասում է, «Բեբեր, ես քո կողմից եմ»։ Քո ձայները լավ բան են, գաղափարներ ընդունում եմ, բայց քանի որ այս մեծ ուժերը կան, դու չես անցնի։ Ես գնամ Նիկոլի դեմ, ձայնս տամ այն մյուս մեծ ուժերին։ Իսկ ո՞նց եղան նրանք մեծ ենք, մենք փոքր։ Որովհետև կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը մեր դեմ ուղղեց այդ ջախջախման սլակը, մեզ ձերբակալեց, մեզ ստուգանեց, մեզ փակեց բանկերում, նրանց չփակեց։ Եվ այսօր այդ ուժերը ներառ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթվա մեջ միայն գովազդի վրա այնքան փող են ծախսում, ինչքան մենք տարեկան ամբողջ մեր բոլոր կուսակցության ծախսերն է, միլիոններ են ծախսում, եւ այդ էլի նույն ֆինանսավորումը ստանում են նախկին օլիգարխներից։ Նույն Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, քննարկելով, քննադատելով լֆիկին, մյուսին թալանում են, են անում, հիմա այդ նույն մարկանցից նվիրատվություններ է ստանում իր կուսակցության համար եւ բանը, նաեւ բանկային համակարգը
Բանկային համակարգը, որի դեմ մեծ դժգոհություն կար, որտեղ ահավոր բարձր է բանկային տոկոսները եւ այլն, այսօր մի քանի անգամ ավելի վատացել է վիճակը, այսինքն թալանչիական, վաշխառուական տոկոսներ ա դրված եւ Հայաստանի ժողովրդի թվում ամենակարևոր, ինձ համար ամենակարևոր հատվածը գյուղացիությունը, որտեղ իմ կարծիքով ժողովուրդը ապրում է գյուղի շնորհիվ, այդ 3 եւ ավել երեխա ունեցողը գյուղացին է, քաղաքացին չունենալու, հողը պահողը գյուղացին է, վարկերի տակ ճկում են, չեն կարող վճարել, որովհետեւ բոլոր բանկային վճարումները շատացել է, այսօր բանկային եկամուտները հայկական բանկային ավելի շատ է, քան պետական բյուջեն։ Իրանց աշխատավարձերը տասնյակ հազարավոր դոլարների իրանց աշխատավարձեր են գրել։ Նույնը վերաբերում է իշխանության մասին է խոսքը։ Եթե ես տեսնեի, որ Նիկոլ Փաշինյանը իր խոստացածը անում է, ես իրան կաջակցեի։ Իդեպ 18 թվականին հստակ առաջարկներով ենք իրան ներկայացրել։ Եվ այն ժամանակ ես առաջիններից էի, որ խոսել եմ երկաթուղու մասին, փաստաթղթեր եմ տվել ատոմակայանի մասին, որով զբաղվել եմ կանադական այդ ատոմակը ոչ հարստացված ուրան, այսինքն մենք ոչ միայն քննադատում ենք, մենք հստակ ծրագրեր ենք առաջարկում, բայց մենք որպես ընդդիմություն դա իրականացնելու հնարավորություն չունենք։ Դե հիմա փորձում ենք խորհրդարան մտնենք, որտեղ խորհրդարանը գոնե մեր ձայնը ավելի լսելի կդարձնի։ Մենք չենք հավակնում, չենք ասում վաղ իշխանության են գալ, ինչպես շատերն են ասում։ Մենք հասկանում ենք, այս պայքարի մեջ մեր դեռևս այդ հնարավորությունը չունենք, բայց խորհրդարանը մեզ հնարավորություն կտա ավելի լսելի լինել, ավելի բացատրել ժողովրդին, լինի Հայաստան, լինի Սփյուռքում, եւ այդ ձևով եւ գաղափարներով եւ ավելի մեծ աջակցություն ստանալ, որովհետեւ մեզ մի բան պարզ է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տանում է Հայաստանը թրքացման։ Մենք դեմ ենք ռուսական գաղութատիրական քաղաքականության Հայաստանի նկատմամբ, այդ հստակ օրինակներով է, լինի դա երկաթուղու հարցով, ատոմական